հաղթում են, բայց զուգահեռ ինչ է տեղի ունենում։ Նախ շատ կոնկրետ հարձակում այն ուժերին, որ աջակցում են Հայաստան դաշինքին կամ շատ ավելի կոնկրետ երկրորդ նախագահին։ Դուք տեսաք, թե 3-3 առաջ օրը ինչ տեղի ունեցավ Աղարշապատում։ Շինծու գործերի շղթան շարունակվում է իրենց կողմից։ Այսօր մուտք են գործել, այստեղ կարելի ասել, քանի որ Իզմիրյան բժշկական կենտրոնը գիտեք, որ նաև բացել են մեր բարերարների շնորհիվ եւ շատ կապված է Մայրաթորի հետ։ Այո, Մայրաթորի հետ կապված է, 3 էլ հերթական անգամ իրեն շնորհավորանքը եւ աջակցություն էին հայտնել եւ առավոտը, ինչպես ասում են, բացվում է եւ հարձակում բժշկական կենտրոնի վրա, խոզարկություններ, համակարգիչները հավաքել տարել են եւ այլն եւ այլն։ Դրան զուգահեռ ազգային ժողովում նորարարքներ են վերում, ակնհայտ, որ ամեն ինչ արվում է կեղծարարության համար եւ գիտեմ, որ երեք մի շատ հարցեր էր բարձրացել եւ շատ թեժ էր ազգային ժողովում։ Խնդրեմ, որտեղից ուզում եք սկսենք, խնդրեմ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, իսկապես ստացվում է, որ այս իշխանությունները իբր թե իրենց բոլոր ելույթներում ցույց են տալիս, որ իրենք շատ հանգիստ են, իրենք համոզված են, որ վերընտրվելու են, բայց այն գործողությունները, որ իրենք իրականացնում են, այս բռնաճնշումների թե ավելի խորացումը, այս օրենսդրական փոփոխությունները առավել քան ապացուցում է, որ իրենք մեծ վախեր ունեն վերընտրվելու հետ կապված։ Իրենք շատ լավ գիտեն, թե եւ ինչու է իրենց այդ վերընտրությունը պետք։ Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ են խոստացել, ում են խոստացել, ինչի դիմաց են խոստացել եւ շատ լավ գիտեն, որ այդ խոստումները չկատարելու դեպքում ինչ պատժի են ինչ է սպառնում իրենց, ինչ պատժի առաջ են կանգնելու եւ ում կողմից, դրա համար իրանք ամեն ինչ փորձում են անել վերընտրվելու համար։ Իսկ այս բռնաճնշումները, այո, դուք ճիշտ նշեցիք, որ իրենք բռնաճնշումները այնպես չի որ նոր են սկսել, բայց հիմա շատ ավելի խոր ու լայն թափ է ստացել բռնաճնշումները, 2 օր առաջ Աղարշապատում էր կատարվում, այսօր արդեն Իզմիրյան հիվանդանոցում է այդ ամեն ինչը նոր դրսևորում ստացել, որովհետև իրենք վախենում են այն ուժեղ ընդդիմադիր անձանցից, մարդկանցից, ովքեր իզորու են իրենց շուրջ մարդ հավաքելու, իրենք այն մարդկանցից, ովքեր իզորու են իրենց շուրջ մարդ հավաքելով պայքարը թեժացնելու, իրենց իշխանությունից հեռացնելու համար, եւ այս վախերի արտահայտությունն է, որ նման բռնաճնշումների փաստերի առաջ է կանգնացնում ժողովրդին, բայց այս իշխանությունները այդ բռնաճնշումներով իհարկե չեն բավարարվում եւ կատարում են զուգահեռ բոլոր հնարավոր փոփոխությունները օրենսդրական, որպիսի վաղը ապահովեն ընտրակեղծիքներ իրականացնելու իրենց հարմար, արդյունավետ ապահով միջավայր եւ որպիսի հենց այնպես չխոսեմ, ես կոնկրետ փաստացի օրինակներով փորձեմ խոսել։ Նախ, մի քանի օր առաջ նախորդ քարոզիայի ժամանակ իրենք ընդունեցին ընտրական օրենսգրքի փոփոխություն եւ հիշեցնեմ սիրելի հայրենակիցներ, որ այդ ընտրական օրենսգրքի փոփոխությունը իրենք 3 ժամ առաջ ընդհանրապես հայտարարում են նախաձեռնության մասին եւ 24 ժամյա ռեժիմով նման փոփոխություն են բերում։ Իսկ ինչ փոփոխության մասին է խոսքը, ընտրական օրենսգրքի շատ լավ գիտենք, որ ընտրական օրենսգրքում ընտրությունների հետ կապված փոփոխությունները Վենետիկի հանձնաժողովի խորհրդով եզրակացությունների համաձայն առնվազն գոնե 1 տարի պետք է որ 1 տարի առաջ պետք է իրականացվի, բայց սրանք ոչ մի բանի նման եզրակացությունների, նման խորհուրդների վրա իհարկե ուշադրություն չեն դարձնում, թեկուզ դա լինի Վենետիկի հանձնաժողովը, եթե դա իրենց վնաս է, եթե դա իրենց պետք է։ Եվ ինչումն է կայանում այս փոփոխության էությունը։ Նրանք առաջարկեցին փոփոխություն, որի համաձայն ուրեմն պետք է քաղաքական անաչառությունն ու զսպվածությունը, քաղաքական զսպվածությունը վերստուգվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, այսինքն տրվեց լիազորություն կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այնպիսի լիազորություն, որի համաձայն այս հանձնաժողովը լիազորվում է ստուգել որևէ դիտորդի, որևէ դիտորդական առաքելության գործունեությունը եւ եթե ինքը եզրահանգում է որ այդ դիտորդը կամ դիտորդական առաքելությունը քաղաքապես չեզոք ու անաչառ գործունեություն չի
ծավալել, անմիջապես նրան զրկում է հավաստագրից, չի տրամադրում հավաստագիր կամ դադարեցնում է նրա գործունեությունը։ Առաջին հայացքից շատ նորմալ, շատ լավ տրամաբանական հարցադրում է եւ իսկապես պետք է, որ դիտորդական առաքելությունը ըստ էության կոչված է անաչառ, քաղաքականապես զուրծ գործունեություն ծավալի, բայց եթե մի քիչ ավելի խորքային ենք նայում, այդ լիազորությունը տրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ընդ որում օրենքում որևէ սկզբունք, որևէ չափորոշիչ չի նշվում, թե ինչպես պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատի, ինչ չափորոշիչով պետք է գնահատի քաղաքական զսպվածությունն ու քաղաքական անաչառությունը։ Ասում է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը թող ինքը իր համար սահմանումներ դնի, ինքը իր համար որոշի, բայց եկեք հասկանանք ովքեր են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ, որոնք ընտրվել են ազգային ժողովում, ազգային ժողովի ԿՊ մեծամասնության կողմից, այդ դեռ քիչ է, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն է, ով ինքը նախագահ ընտրվելու համար, որ պետք է լիներ քաղաքականապես չեզոք, քաղաքականապես անկախ մարդ, ինքը այդ պահին ընտրվելու պահին ԿՊ պատգամավոր էր, ԿՊ վարչության անդամ էր եւ ասում եկ ում վարդապետ ումի զարմանա, հա, ինքը լինելով ԿՊ վարչության անդամ, ԿՊ պատգամավոր, ինքը ընտրում է Վահագն Հովակիմյանին, որը անկախ պետք է լինի, անաչառ պետք է լինի եւ պետք է ղեկավարի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Մասնակցում է այդ ընտրությանը քիչ է, դեռ ավելին, եթե իր ձայնը չլիներ, ինքը չէր ընտրվելու այդ նախագահի պաշտոնում։ Փաստորեն ստացվում է, որ ինքը գնացել է իր ընտրությանը եւ այդ խախտումներն իրականացնելով շահերի բախում կար այնտեղ եւ այլն, ինքը այդ խախտումներով ընտրվել է կենտրոնական հանձնաժողովի նախագահ։ Հիմա այդ մարդը պետք է քաղաքականապես չեզոքություն ու անաչառություն դրսևորի այն դիտորդական առաքելության նկատմամբ, որի գործունեությունը իրենք չեն ուզում, պարզ չէ, որ պետք է նրանց նկատմամբ որոշվի այդպիսի եզրակացություն, քաղաքականապես անաչառության դրսևորման խախտում, քաղաքականապես զսպվածության դրսևորման խախտում եւ նրան զրկել այդ դիտորդական առաքելության հավաստագրից։ Սա է նրանց ցանկությունը եւ ինչ են ուզում, նրանք ուզում են, որ դիտորդական առաքելության հավաստագրեր ստանան միայն այն կազմակերպությունները, որոնք իրենց հաճելի եզրահանգումներ կկայացնեն։ Եթե իրենք ընտրվեն, ապա դրական եզրակացություն կբերի այդ առաքելությունը, եթե իրենք չվերանտրվեն, այդ դեպքում բացասական եզրակացություն, որի հիման վրա իրենք կարող են բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Սա է միայն նրանց նպատակը։ Հիմա սա ընտրությունները չկեղծելու գործառույթ է, թե կեղծելու նախապատրաստվելու գործառույթ է։ Իհարկե, սրանով իրենք նախապատրաստվում են ընտրությունների կեղծիքներին։ Հաջորդ բանը, որի մասին ես կուզեի խոսել, իրենք հիշում եք, անցած տարվա վերջում փորձեցին բերել ընտրական օրենսգրքի նորից փոփոխություն, որով փորձեցին, այսպես ասած, մեծ փոփոխությունների շրջանակում սղացնել նաև մի փոփոխություն, ըստ որի, ուրեմն, ընտրական օրենսգրքում առաջարկում էին հետևյալը, եթե ընտրությունը ավարտվելուց ժամը 8-ից հետո, երեկոյան 20:00-ից հետո երկրում ստեղծվում է որևէ արտակարգ իրավիճակ, ապա ընտրությունների արդյունքները, ոչ միայն ընտրությունների արդյունքները չեն չեղարկում, այլ ընտրությունները իրենք համարվում են չկայացած եւ արտակարգ իրավիճակը ավարտվելուց հետո նորից նոր ընտրություններ։ Այսպես հարց բարձրացրեցի, ինչու, եթե մարդը գնացել քաղաքացին մինչև ժամի 8-ը իր ընտրությունը կատարել է եւ ժամի 8-ից հետո բոլոր քաղաքացիները փաստացիորեն ընտրությունները կատարել են։ Եթե երկրում նույնիսկ արտակարգ իրավիճակ լինի, հանձնաժողովները կարող են հանձնաժողովների համար ստեղծեք այնպիսի իրավիճակ, այնպիսի դրություն, որ նրանք կարողանան ընդհանրապես այդ հաշվարկները կատարել, բայց ոչ, այստեղ իրենց նպատակը, գերնպատակը ինչն էր, որ եթե հանկարծ իսկ ժամի 8-ից հետո 20:00-ից հետո ցանկացած տարբեր հարցումներով կարելի է արդեն ենթադրաբար պատկերը տեսնել եւ եթե իրենք ենթադրաբար այդ պատկերը տեսնեին ու հասկանային, որ իրենք չեն ընտրվելու կամ իրենց ցանկացած քանակությամբ ձայները չեն ունենալու, իրենք կստեղծեին այդ արտակարգ իրավիճակին համապատասխան մի իրավիճակ որևէ տեղ եւ կհայտարարեին ազգային ժողովը իրենցն է, մեծամասնությունը իրենցն է, կառավարությունը իրենցն է, կհայտարարեին երկրում արտակարգ իրավիճակ եւ ընտրությունների արդյունքները կչեղարկեին։ Սա է նրանց տրամաբանությունը։
Հաջորդ օրենքը, որի մասին ես կուզեմ խոսել, որը նորից Փառք Աստծո այդ մեկը չընդունվեց, իսկապես երևի ես ժամանակին բարձրաձայնեցի եւ երևի, այսինքն տարբեր հասարակական կազմակերպություններ արդեն չէին կարող այսպես բացահայտ պաշտպանել իրենց, հենց նույնիսկ իրենց կողմնակից հասարակական կազմակերպությունները, այդ կետը հանվեց։ Հաջորդ փոփոխությունը, որի մասին ես կուզեմ խոսել, որը նորից նպատակ ունի աջակցելու իրենց ընտրությունները կեղծելու գործառույթներում։ Ընդամենը 2 օր առաջ, 3 չէ առաջ օր իրենք բերեցին եւ փոփոխեցին տեսալսողական մեդիայի մասին օրենքը եւ նորից նույն տրամաբանությամբ։ Իրենք տեսալսողական մեդիայի օրենքով լիազորություն են տալիս ՀՌՀ-ին, որն ըստ այդ լիազորության ինքը պետք է գնահատի որևէ հեռուստահաղորդումի, որևէ վերահաղորդվող հաղորդումի երկրի ներքին գործերին միջամտությունը եւ ըստ այդ եզրակացության դադարեցնի, սառեցնի կամ կասեցնի այդ հաղորդման, այդ հեռարձակումը։ Դուք պատկերացնում եք, ՀՌՀ-ին տրվում է լիազորություն դադարեցնելու այդ հաղորդումը, եթե ինքը ՀՌՀ-ն գնահատել է այս հաղորդումը որպես երկրի ներքին միջամտություն, բայց նորից նույն կերպ օրենքում որևէ չափորոշիչ, որևէ սահմանում չկա այդ եզրույթի, այսինքն ինչ է նշանակում, ինչպես պետք է ՀՌՀ-ն որոշի դա ներքին միջամտություն է, թե ոչ, ՀՌՀ-ն կորոշի այնպես, ինչպես իրեն կպնկասի, սա է իրանց տրամաբանությունը, չմոռանամ նորից նշել, որ ՀՌՀ-ն այն ՀՌՀ-ն է, որի նախագահ Հակոբ Հակոբյանի վերաբերյալ ընդամենը 2 օր առաջ, հենց 3 ազգային ժողովում քննարկում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է եզրակացություն իր գործունեության մեջ քաղաքական չեզոքություն դրսևորելու սահմանադրական պահանջը խախտելու մասին։ Այսինքն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդեն եզրահանգում տվել է, որ այդ մարդը ՀՌՀ-ի նախագահը իր գործելավոճի մեջ ինքը խախտել է սահմանադրական պահանջ եւ այդ մարդուն այսօր տալիս են լիազորություն, որպեսզի ինքը որոշի, թե որևէ հաղորդում, որևէ հեռարձակվող հաղորդում կամ վերահաղորդվող հաղորդում արդյոք ներքին գործերին միջամտություն է, թե ոչ, պարզ չի եւ ընդ որում ասեմ, որ 3 մեծամասնությամբ իհարկե այդ եզրահանգման ուղղությամբ չգնաց եւ ինքը պահեց ՀՌՀ-ին նորից որպես ՀՌՀ նախագահի պաշտոնում։ Այսինքն, եթե հիմա այդ ՀՌՀ-ի պաշտոնում գտնվող Հակոբ Հակոբյանը ինքը ցուցաբերում է քաղաքական զսպվածությունը խախտող գործելավոճ, քաղաքական զսպվածությունը, անաչառությունը խախտող վարքագիծ, հիմա նա ինքը պետք է գնահատի ուրիշի քաղաքական զսպվածությունն ու քաղաքական անաչառությունը, խելքի հաշեցեք, այստեղ են ասել, եւ այդ մարդը իր սահմանադրական պահանջի չկատարումը, տեսեք ոնց է բացատրում, ասում է, դե գիտեք, ասում է, ես այդ պահին, որ նման բան եմ արել, այդ պահին ՀՌՀ-ի նախագահի որևէ գործառույթ չէի իրականացնում։ Հարց ենք տալիս, ասում ենք, լսեք, այդ նույն սահմանադրական հոդվածի այդ նույն մասի մեջ գրված է, որ ՀՌՀ նախագահը, ՀՌՀ անդամը իր լիազորությունների կատարման ողջ շրջանում ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, որևէ կուսակցության աջակից, այսինքն ինչ է ստացվում, ասում եմ, ձեր տրամաբանությամբ, ստացվում է, որ եթե այդ պահին դու սուրճ ես խմում, եթե այդ պահին դու հեռուստահաղորդում հմեկով հաղորդում ես, ոչ թե հաղորդում ես անցկացնում, այլ դու որպես հարցազրույց ես տալիս, որպես քաղաքացի, ուրեմն դու այդտեղ ՀՌՀ անդամ չես, այդ նույն տրամաբանությամբ դու կարող ես առավոտը լինել կուսակցության անդամ, իրիկուն ասել ես այլևս կուսակցության անդամ չեմ, կամ հակառակը, այսինքն այդ ինչ տրամաբանություն է։ Հիմա այդ մարդուց քաղաքական անաչառության գնահատման
օբյեկտիվություն ենք պահանջում, իհարկե ոչ։ Իհարկե այդ մարդիկ պետք է ըստ էության իրենց եզրակացություններով փակեն այն բոլոր հեռարձակվող հաղորդումները, փակել տան հավաստագրից զրկեն այն բոլոր վերահաղորդվող հաղորդումները, որոնք այս իշխանությունների քիմքին հաճելի չեն։ Սա է այս օրենքի փոփոխության նպատակը եւ նմանատիպ այլ փոփոխություններ քրեական օրենսգրքում նման օրենսգիրներման փոփոխություններն առել դեռևս մի քանի տարի առաջ։ Այդ օրենսդրական փոփոխությունների մասին եթե սկսենք խոսել, նրանք ամեն ինչ անում են, որ նույնիսկ օրենսդրորեն ապահովեն այնպիսի իրավիճակ, երբ որևէ կառույց, որևէ ԶԼՄ չարձանագրեն խախտումը, որևէ հեռուստահաղորդում հանկարծ չարձանագրի խախտումը, որևէ դիտորդական առաքելություն չարձանագրի խախտումը եւ իրենք գնան այն հնարավոր ընտրակարգերին, որ անհրաժեշտ կլինի իրենց վերարտադրության համար։ Տեսեք, մեծ եղբոր արտգործնախարարն ասեց մենք աջակցելու ենք, ուզում ենք որ Նիկոլը անցնի, ակնհայտ է հեղափոխություն իրականացրած, հրեշավոր հեղափոխություն Հայաստանում իրականացրած երկրի փոխնախագահը երկրում էր մեզ ասեց որ այո մենք աջակցելու ենք, միջակայքով կարելի է նաև այդ այցին էլ անդրադառնալ, որ ըստ էության իրենք ասեցին որ ատոմակայանը պիտի փակվի, մոդուլային համակարգ պիտի լինի այստեղ, երեք Զախարովան խոսեց դրա մասին, ասաց որ հետաքրքիր է Հայկ Նահապետյանը օրինակ 2 օր առաջ մեզ փորձարկման համար ճագարների տեղ են դրել, որտեղ որևէ մի երկրում չունի Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ ինչպես Ուկրաինայի ժողովրդին մի շարք բաներ փորձարկեցին, Միացյալ Նահանգները պատրաստվում է այստեղ այս փորձարկել, ընդ որում մեր գրպանից երեք էլ Հայաստան դաշինքի առաջնորդը խոսեց դրա մասին Ռոբերտ Քոչարյանը, ասելով որ 9,000 մոտավորապես 9,000-10,000 դոլար յուրաքանչյուրիս ընտանիքի վրա է լինելու եւ ինչպես խաբեցին սրիկայաբար իբր թե 9 միլիարդ պիտի բերեն ավելի մենք ենք տալու վարկերեսկով չխոսեց բացարձակ գերիների մասին կանոնավորված սրբազանների մասին չխոսեց այսինքն այն այլանդակությունը սուտը որ մեծ սուտը կա որ իբր թե քրիստոնյա արժեքների կողմնակիցն են հակառակ գնաց ցեղասպանության թանգարան հետո ջնջեց դրա այդ Ադրբեջան այսինքն գնաց եւ դեռ ադրբեջանցի զինվորներին այն զինվորներին համարելով նրանց բացառիկ ովքեր ասենք սպանել են 10,000 այսինքն մենք սրա մեջ ենք եւ մի վտանգավոր բան է քիչ առաջ է խոսել Շայգուն ասելով ուստի այո դա պետք է դիտարկել որպես սպառնալիք դիվերսի խոսքերին է անդրադարձել Հայաստանը ինչպես հայտնի է սեյսմավտանգ տարածաշրջան է Չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց հիշեցնեմ, որ ճապոնական Ֆուկուսիմա առաջին ատոմակայանը երկրաշարժի հետևանքով ավերել է հենց ամերիկյան ռեակտորները եւ դա հանգեցրել է շրջակա միջավայրի մասշտաբային ռադիոակտիվ աղտոտվածության, հետո ասել է Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը, ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շայգուն, հետո ասել է Ռուսաստանը ակամայից հաշվի կառնի միջուկային անվտանգության ոլորտում տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեկտորների կառուցման այսինքն տեսեք դες ինչ Ես ինչի մասին եմ ուզում խոսել, ես չեմ ուզում որևէ տնտեսական վերլուծություն անել, դա թողնում եմ մասնագետներին, որովհետև իսկապես ես մասնագիտական այդ խնդիրը չունեմ, բայց թույլ տվեք, ամենակարևոր հարցադրումը նա է, որ ով էր պահանջում Հայաստանի ատոմակայանի փակում։ Եկեք չմոռանանք, որ դրա առաջին պահանջատերը Թուրքիան էր, եւ հիմա եթե Ադրբեջանի Թուրքիայի նման պահանջի կողքը կանգնել եւ նման բան է բարձրաձայնում ամերիկյան փոխնախագահը, այդ դեպքում ինչի մասին է բնականաբար նա աջակցելու է որ այս իշխանությունը վերարտադրվի բնականաբար Եվրոպան աջակցելու է որ այս իշխանությունը վերարտադրվի այնպես որ հույս ունենալ թե եվրոպական ամերիկյան որևէ երկրի ղեկավար կամ կազմակերպության ղեկավար պետք է հետևի որ այստեղ լինեն ժողովրդավար ընտրություններ այստեղ լեգիտիմ ընտրություն կատարվի absurd է ոչ մի կերպ չպետք է հավատալ եւ այս ընտրությունները չկեղծելու միակ եւ ճիշտ գրավականը երբ հայ քաղաքացին Հայաստանի քաղաքացին մասնակցի անպայման ընտրությանը ոչ թե ասի ես
չեմ ուզում, ես ոչ մեկին չեմ ընտրում, ես ոչ մեկին չեմ հավատում, այլ անպայմանորեն մասնակցի, ընտրի որևէ ընդդիմադիր ուժի իր նախընտրած ընդդիմադիր ուժին եւ հասկանա, որ իր չմասնակցությունը ընտրությանը դա նույնն է, թե որ ինքը գնաց մասնակցեց եւ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն, սիրելի ժողովուրդ, մենք պետք է մեր հույսը մեր վրա դնենք, մենք պետք է մեր իշխանությունը մեր ընտրությամբ ձևավորենք, մեր չընտրությամբ, ընտրության չմասնակցությամբ մենք նորից հող ենք նախապատրաստվում Նիկոլի վերընտրության համար եւ որևէ արտաքին ուժի միջամտությամբ ժողովրդավարական ընտրությունների անցկացման բոլոր հայտարարությունները սուտ են, ինչի միայն փոխնախագահը, հիմա տեսնում ենք, չէ՞, Թուրքիայի պահանջներն է ներկայացնում, Մայա Կալասը հայտարարեց, որ այո, իրենք աջակցելու են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի արտաքին միջամտություն չլինի։ Արտաքին միջամտողը հայտարարում է, որ ինքը իր արտաքին միջամտությամբ խախտելու է կամ կանխելու է ուրիշի արտաքին միջամտությունը։ Ում եք ծաղրում, ում եք անխելքի տեղ դնում։ Տիկին Մայա Կալաս, պարոն փոխնախագահ ամերիկյան, դուք ըստ էության անում եք ձեր ծրագիրը, իսկ դա այս պահին համընկնում է Թուրքիայի ծրագրի հետ եւ դա Թուրքիայի նպատակն է, այնպես որ սիրելի ժողովուրդ, մենք պետք է մեր հույսը մեր վրա դնենք, մեր ընտրությամբ ձևավորենք այն ազգային իշխանությունը, որը ի վերջո դուրս կվռնդի սրանց այս ապազգայիններին իշխանությունից եւ երկիրը տանի վերակենդանացման։ Բացահայտում են եկել է Նիկոլի Թալանի բացահայտման ժամանակը եւ եկել է Նիկոլի ավիրած ճանապարհների ցեխաջրերի փոսերի բացահայտման լցնելու չգիտեմ ինչի ժամանակը, որտեղ տեսեք թե փաստորեն այսինչ Թալան է եղել։ Այո, իրենց ինչ հարցնում այսինչ ավերածության Ա, երբ նրանց որևէ մեկին հարցնում ենք, այ դուք խոստացել եք, այսինչը չեն կարել, այսինչը խոստացել եք, չեք կարել, զատո ասֆալտ են կարել, հիմա այդ իրենց ասած զատոն իրենց բառն է, դրա համար եմ ասում, այդ իրենց ասֆալտը արդեն բարձրանում է գետնից ու հենց իրենց երեսին է շպրտում, իրենց երեսին ապտակ է դալիս, ըստ էության, հենց այդ փոսերը ասֆալտը բարձրանում իրենց երեսին է ապտակում եւ դրանով փոսեր առաջացնում։ Ես երեք խոսեցի ազգային ժողովում եւ հիմա նորից ուզում եմ խոսել նաեւ իրենց Թալանի, այդ Թալան երևույթի մասին, երբ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին հարցրեցին, թե ինչ հիմնավորմամբ, ինչ հիմքով, ինչ փողերով, 3 միլիարդ կառավարությունը իր որոշմամբ տրամադրեց կառավարության աշխատակազմի պարգևատրմանը, այսպես հայտարարեց, դե լավ են կարել, ճիշտ են կարել, 3 միլիարդ տրամադրել են կառավարության պարգևատրմանը, նախարարներ, փոխնախարարներ, ներքևի կազմը չէ, որովհետև մենք հետ ենք բերել նախկիններից թալանվածը, որը կազմում է, տեսեք ինչ է ասում է, կազմում է հետ բերածի 0.0001%-ը։ Հիմա ես հարց եմ տալիս, լավ, ինքը թվերից բան չի հասկանում, թեև բյուջե է տնօրինում, թեև բյուջե է ներկայացնում, բայց ինքը թվերից բան չի հասկանում, եթե նման հայտարարություն անում։ 3 միլիարդը, որպեսզի հասկանանք այդ որ թվի 0.0001%-ն է, պատկերացրեք, դա 4 հատ 0 է, այսինքն 100%-ը 6 հատ, ուրեմն 3 միլիարդի կողքը դրեք 6 հատ 0 եւ բաժանեք 400-ի, եւ կտեսնեք, որ խոսքը գնում է տրիլիոնների մասին, հազարավոր տրիլիոնների մասին։ Այսինքն դուք հայտարարում եք այս պահին, որ դուք նախկինների թալանվածից տրիլիոններ, հազարավոր տրիլիոններ հետ եք բերել, բա այդ պարագայում ուր է այդ գումարը, ինչի՞ բյուջեում երևում, այսինքն բերել եք ու տնօրինել եք անմիջապես, բա ուր են այդ տրիլիոնները, բյուջեի որ տողով են երևում, բա որ այդքանը հետ եք բերել։ Ոնց որ ասեցին, բոլոր այդ թոշակները 50,000 դրամով բարձրացել է, չկա տենց բան։ Ինչի մասին է խոսքը, նույնիսկ նա բացատրում է, որ 10,000 դրամ բարձրացնել իմաստ չունի թոշակառուի թոշակի, որովհետև թոշակառուն ծախսել չգիտի, որովհետև թոշակառուն ինքը պետք է գնա բիզնեսով զբաղվի, ոչինչ, որ ինքը տրիլիոններ է հետ բերել այդ թալանվածից, բայց թալանված հետ բերածի այդ տրիլիոններից մի մասը հատկացրեք այդ թոշակառուների թոշակը 10,000-ով ավելացրեք, եթե բերել եք, բայց հենց այդ հարցադրումը դրեցինք, երեք եթե ուշադրություն դարձրեցինք, ԿՊ պատգամավորների բոլոր ելույթներում ինձ սկսեցին մեղադրել,
Ինչի, որովհետև ես հստակ թվերի մասին էի խոսում։ Այսինքն ինչ, բա հայտարարում եք, բա խոստանում եք, բա ելույթներ եք ունենում, բայց ձեր ասացի պատասխանատվությունը զգալու եք, թե չէ, բայց ձեր 7 միլիարդ դոլար պարտք են ավելացել, բա 7 ասում եք ասֆալտը 7 միլիարդ պարտքը, 7 միլիարդ պարտքը, Տիկին Անժելա, 7 միլիարդ պարտքը, 7 միլիարդ պարտքը, այդ իրա հետ բերածների, չգիտեմ, որ եթե չէ, ես իրա ասած փչոցների մասին եմ խոսում, ես չեմ ասում, որ նա հետ ա բերել, նա չի բերել, որովհետև չկա այդպիսի բան, և ըստ էության իրենց ստերը արդեն բարձրացել իրենց խեղդում են, իրենց ստերը, իրենց խոստումները, իրենց թալանվածը, արդեն իրենց թալանվածի մեջ խեղդվում են, և դրա համար, սիրելի ժողովուրդ, սրանցից միայն ազատվելն է պետք, սրանք հասկանում են միայն պատիժը և փողը, ուրիշ ոչինչ իրենց համար արժեք չէ, իրենք և այո, տեսեք, ըստ էության առողջապահական համակարգի առողջության ապահովագրական համակարգը ես միշտ ասել եմ ու ասում եմ, դա այն ամենալավ համակարգն է, որ որևէ կառավարություն կարող էր առաջարկել իր քաղաքացուն, շատ լավ համակարգ է, բայց այդ համակարգը գործածելուց, կիրարկելուց առաջ պետք էր այդ համակարգը լավ մշակվեր, իրենք 5 տարի խոստացել են, որ պետք է այդ համակարգը կիրարկեն, բայց 5 տարի մատը մատին չեն խփել այդ համակարգի կիրարկումը ապահովելու համար, ընդամենը դեկտեմբերից 15 օր առաջ, քանի որ արդեն վերջին օրներ ծիճկեն պետք է դնեին, այդ ծիտիկը պետք է դնեին, որ ասային համակարգը կիրառում են, օրենք ընդունեցին, բայց ոչ մինչև օրս, սիրելի հայրենակիցներ, մինչև օրս չկա հաստատված այն կարգը, ինչ մեխանիզմով պետք է այդ համակարգում աշխատող բժիշկը բուժաշխատողը վճարվի, նոր ընդամենը վերջերս իրենց կայքում նախագծի տեսքով վճարման կարգի ինչ-որ նախագիծ է և այդ նախագիծը երբ որ նայում ես, սարսափելի բան ես տեսնում, ուրեմն տեսեք խորհրդատվությունը ենթադրենք, իրենց խորհրդատվությունը, իրենք հայտարարում են արժեքը համակարգի շրջանակներում 6000 դրամ է և մյուս կողմից այս նախագծով ասում են 6000 դրամ դա այն գումարն է, որը պետք է համակարգը փոխանցի կոնկրետ հիվանդանոցին և ասում են փոխանցվող գումարի ասենք 50%-ը պետք է դառնա աշխատավարձի ֆոնդ, դա նշանակում է փոխանցվող 6000-ի 3000 դրամը կդառնա աշխատավարձային ֆոնդ, իսկ այդ փոխանցված 3000-ի ասենք 50%-ը բժշկին, 50%-ը կրտսեր միջին բուժաշխատողին, այսինքն բժիշկը մեկ խորհրդատվության համար ստանալու է համակարգի շրջանակներում 1500 դրամ, այն պարագայում, երբ այդ նույն նախարարությունը, նույն նախարարի ստորագրությամբ, ասենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչում, այդ խորհրդատվության, քանի որ իր ենթակայության հիվանդանոց է, խորհրդատվության գնացուցակում, խորհրդատվությունը գնահատել է 20000, 25000, ես հարցնում եմ տիկին նախարար, ինչով եք բացատրում այդ տրամաբանությունը, այսինքն առողջապահության համակարգի մեջ, այս բժիշկը քո համար, այս բուժքույրը քո համար էժան աշխատուժ է, բա բուժքույրի աշխատավարձը երբ ես բարձրացնելու, երբ եք խոսելու բուժքույրների խնդիրների մասին, երբ է բուժքույրը, բժիշկը ճիշտ գնահատվելու, բա այդ ծանրաբեռնվածությունը, այսինքն դուք բժշկին ասում եք, այդ ծանրաբեռնվածությամբ աշխատի բոլորս պատկերացնում ենք, չէ, այսօրվա հերթերը ապահովագրական համակարգում բժիշկը պետք է այդ գումարով, իրենց գրած գումարով վարձատրվի, ոչինչ, նա ոչ մոտիվացիա ունի բարձր աշխատավարձի, իսկ ինքը որպես նախարար լավ է աշխատում, դրա համար պետք է ստանա 8-ից 9 միլիոն պարգևավճար, բժիշկը թող աշխատի և միակ փրկությունը, սիրելի հայրենակիցներ, այս ապազգային, այս թրքամետ, այս թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները կատարող իշխանությունից և ի վերջո մեր երկիրը փրկելուց առաջ մենք պետք է հասկանանք, որ մեզ պետք է ազգային պետականամետ իշխանություն, իսկ դրա համար մեզ պետք է, որ մենք գնանք ընտրության, այս թալանչներից ազատվելու հիշեք, ամեն մեկից չգնալը համարժեք է, հավասարազոր է գնալ Նիկոլ Փաշինյանին ընտրել, այլ ընտրանք չունենք, պետք է գնանք և պետք է ընտրենք ընդդիմադիր ուժի։